Ողջույն սիրելի հետևորդներ, այսօր պիտի զրուցենք The Wikimedians of Western Armenian Language User Group, արևմտահայերեն Վիկիպեդիայի hashtag-ի եւ խմբակի հիմնադիր եւ ղեկավար տնօրեն Տիգին Ազնիվ Ստեփանյան Արաբաջյանի հետ։ Բարև ձեզ Տիգին Ազնիվ։ Բարև Վահան, ինչպե՞ս Շնորհակալ ես։ Լավ եմ, դուք ինչպե՞ս եք։ Լավ, շնորհակալություն։ Մենք ենք շնորհակալ, որ ընդառաջեցիք մեր հրավերին։ Խնդրեմ, ես էլ շնորհակալ եմ, որ հրավիրեցիք։ Շնորհակալություն հրավերին։ Մեծ սիրով։ Վերջերս դուք ստացաք մագիստրոսի աստիճան Երևանի Պետական Համալսարանի Պատմության բաժանմունքի հայոց պատմության ամբիոնի հայագիտություն գրթական ծրագիրն։ Դուք բարձրագույն ուսման բավական հարուստ ուղի գծած եք, հարուստ փորձառություն ձեռք ցկած եք իբրև ուսուցչուհի, ապա իբրև դասախոս։ Ինչ էր շարժարիթը, որ ցեզ մղեց մագիստրոսի աստիճանը հետապնդելու։ Միշտ նոր բան գիտնալու, դեղեկանալու, ավելին սորվելու, շատ բան գիտնալու դեն չշարունակ, որ ունեցած եմ եւ դագավին ունիմ, երևի այդ մարմաճս կամ հետաքրքրությունս է, որ մղեց, բարձր է երևի այդ մեկը մեջս, անշուշտ չեմ օրինակ նաեւ այս կետը ուզեմ անպայման նշել, որ պետք չէ մոռանանք նաև, որ օրինակելի գերբարներու ներկայությունը եւ անոնց ցկած ուղագի եւ անուղագի աստեցությունը ներշնչումը մեծ դեր ունի, բախտավոր գսկամ այս առումով, ինչպես նաև կարելի է ասել ընտանիքս ավելի լայն բարունակով շրջապատս իր ներկայությունը ունեցած է։ Ցանկությունս է, որ յուրաքանչյուր մարդու մեջ հարադեպ զարգանա այդ գիտնալու դենչը, ուզես սորվիլ, հետաքրքրություն ունենա չգիտածը գիտնալու, ամենեն կարևոր այս բոլորը իրագործելու ատեն ինքնին երջանիկ ըսկա եւ երբեք ոգեվորությունը չգործընծնե։ Ես կգարձեմ նույնքան կարևոր է, այսինքն քայլը առնելը չէ միայն շարունակելը եւ ուզել այդ ուղին ավելի զարգացնել եւ ասենք հասնել այնտեղը, որ ինչքան որ կարելի է։ Ինչ լավ, ինչ ոգևորիչ։ Գտնակ պիտի հետ կիսել ձեր փորձառությունը ուսման այս ծրագրին ընթացքին վերաբերող, նաև խոսիլ այն մասին, թե ինչ կներկայացնե այս դասընթացքի ուղին ցեզի համար, թե անձնական եւ անշուշտ նաև մասնագիտական առումով։ Ծրագիրը Երևանի Պետական Համալսարանի, ինչպես դու նշեցիր, որ ես ավարտեցի կամ ընդհանրավարտ եղա այդ բաժանմունքեն, Պետական Համալսարանի Պատմության բաժանմունքի հայագիտական ծրագիրն է։ Ծրագիրը պահակացած է ընդհանուր եւ մասնագիտական դասընթացներ է, այլ դասընթացներ ալ գծված են իմիջայլոց, կբարունակե բարդաթիր եւ ընդրական դասընթացներ, որոշ ասենք արարգաներ նույթեր բարդաթիր են, իսկ այլ արարգաներ ընդրովի են, կներկայացվին եւ ասենք այդ խումբը գնդրե թե ինքը ինչ արարգա գուզե անցնել այդ դասընթացներեն ընդունելության անդրադառնամ, որ ընդունելությունը բանավոր քննությամբ է, որ կկատարվի, իսկ նպատակը ուսանողներուն դալսենք համաբարփակ գիտելիք հայագիտության տարբեր ջուրերուն գարկերուն մասին կամ վերաբերյալ ասենք պատմություն, լեզվաբանություն, գրականություն եւ այդ ընթացքին ձևավորել մանկավարժներ, գրթական կորձիչներ եւ սպիրկի մեջ, ինչպես նաեւ Հայաստանի գրթօջախներուն համար, այսինքն միայն սպիրկահայերը չեն, որ կհաջողեն այդտեղ միևնույն ժամանակ նույն խումբի մեջ կան սպիրկահայեր եւ կան Հայաստան ապրող հայեր գրթական ասենք այդ ծրագիրին հիմնական նպատակները ուսանողներուն դրամատրել արդիփուլի հիմնական նվաճումներուն վերաբերող ասենք հիմնական գիտելիքներ, որպեսզի անոնք ձևավորեն հիմնական խնդիրներու ամբողջական ծանոթություն եւ պատկերացումներ
անդրադառնանք, որ այս ասենք Հայաստանի մեջ այս հայակետներ պատրաստելու այս հարթակը ստեղծված է պետական համալսարանի մեջ 2014 թվականին եւ Սփյուռքի ամենամեծ կրթական ասենք մշակութային միության համասկայնի հետ փորձակցությամբ ստեղծված է այս մեկը հայագիտություն ասենք մագիստրոսական ծրագիրը, որուն նպատակը եղած է ոլորտը մասնակիցներով համախմբել, Սփյուռքի դպրոցներուն համար հայագիտություն մասնակիտական որակավորման մասնակիցներ պատրաստել, շրջանավարտները հնարավորություն ունենան իրենց կրթությունը նաև շարունակելու հետ ընթացավարտ հայագիտական հետ առնչվող ասենք մասնակցություններով լա պատմություն, մշակույթ, լեզու, քրագանություն եւ այսպես իսկ համասկայնի հետ կապված ինչպես որ նշեցի կորձակցաբար եղած է այս մեկը այսպես ծրագիր ունի համասկայինը մանկավարժ հայակետ ուսուցիչներ ասենք ուսուցիչներու գրտանպաստ ծրագիրը այսպես կգոչվի մանկավարժ հայակետ ուսուցիչներու գրտանպաստ Ուրեմն համասկայնի կենտրոնական վարչությունը մանկավարժ հայակետներ ուսուցիչներ պատրաստելու համար գրթական ծրագիրը մշակած է, որ մոտավորապես տասնամյակ մնե գշարունակե ինչպես է ընթացքը թիմունակիրներ գտնունի Սփյուռքի ամբողջ տարածքեն Ենթականները իրենց բնակած երկրի մեջ նախ կհետևին մանկավարժական ասենք դասընթացներով education and teaching diploma կամ պետք է ունենան BA վկայական, այսինքն համալսարանական վկայական համալսարանի շրջանավարտներ պիտի պետք է լան, որ իդ Հայաստանի մեջ կշարունակեն իրենց ուսումը մասնակցանալով ասենք հայրենակիտական մարզի մեջ ուսուցիչները ավարտել է իդ գվերաթարնան իրենց երգիրները եւ ասենք 7 դարվա ընթացքին պետք է ծառայեն Սփյուռքի որևէ ասենք կրթօջախեմաներս, դպրոցեմաներս ասենք ուսումնառության ամբողջական ծախսերը կստանցնի համասկայինը կենտրոնական վարչությունը այստեղ նկատի ունի թիմունակիրները գուղարկվին իմագի հասցեով եւ այդպես այսինքն եթե գայքեչը այցել է այս ցանկությունը ունեցող անհատը այդ մանրամասնությունները կարելի է այդտեղ տեսնել իսկ թե ինչ կներկայացնի այս դասընթացի ասենք ուղին ինձի համար չէ անձնական եւ ընդհանրապես ասենք գիտական հմտություն ցերկ բերելու, գիտական ծեվաչափով մասնագիտական մոդեցումով ծրագիրներ մշակելու ցանկություններ, որ զիս մղեց անցնելու այս ճամփային եւ ընդհանրապես մագիստրոսական այս ծրագիրը ասենք ավարտել է գիտական ավարտել է իդ համապատասխան մասնակիցներու պատրաստությունը կատարվել է իդ իբրև արդյունք կձևավորվի գիտական եւ մասնագետ համայնք, որը անշուշտ անոնց միանալի եւ անոնց հետ գործակցելը մեծ առավելություն կնկատեմ ես։ Նշանակ։ Այստեղ հարցումը ցակեցավ մինչև հաջորդ հարցումին անցնիմ, եթե թույլ տաք հարցնեմ, Ձեր այս դասընթացքին հետ մասնակցողները ուրգե էին մեծավ մասամբ, ինչպես նշեցիք, թե սփյուռքահայ, թե Հայաստանի Հանրապետության մեջ բնակողներ էին։ Եթե գրնակ ակնարկ մտալ Այո, հարցումը հիշեցուց նաև դեղեցումը փոխանցելու այդ ասենք ցանկությունը, որ գուզեի բարձրացնել, բայց այդ վարքյանին չհիշեցի։ Ուրեմն մինչև հիմա այս դասնամյակ մասի չէ, դասնամյակ մնե որ կորձե այս ծրագիրը եւ Սփյուռքեն 15 շրջանավարտ ընթացավարտներ ունեցած է որոնք Սփյուռքի դարբեր երկիրներում մեջ արդեն իրենց առաքելությունը կկատարեն իսկ այս խումբին, այսինքն այս տարվա ընթացավարտ խումբին մեջ գային երկու սփյուռքահայեր ես որպես Հայաստան ապրո սփյուռքահայ եւ մեկը հալեբահայ մնացյալը
այս խումբին մնացյալ, այսինքն լրացնող անհատները Հայաստանի հայեր էին, հայաստանցիներ էին։ Շատ լավ։ Բայց նախապես ավելի շատ եղած են, այսինքն անցած շրջաններուն ավելի շատ եղած է Դարի է դարի գրնա փոխվել այս մեկ անշուշտ։ սպիտահերուն թիվը։ Դարվե դարի կփոխվի։ Ճիշտ է այդպես։ Ինչ նույն ընտրեցիք ձեր ադենախոսության համար եւ ինչու։ Շնորհակալ պիտի ելնամ, եթե մանրամասնեք ադենախոսության կյանքի գալուն ընթացքը, պատրաստությունը, ներկայացումը եւ ի վերջո եզրակացությունը։ Վերնակիրը այսպես էր հայոց լեզուն համացանցի մեջ մարդահրավերներ եւ հնարավորություններ։ Որովհետև հայ մամուլի հազարավոր հրադարագություններու գողքին մեծ եւ կարեւոր թեր կկատարեն արցանց ցերնարկները լեզուն ասենք օգտագործելի եւ գենթանի բահելու համար եւ առօրյա կորձունեությամբ սերդորեն որովհետեւ առնչված եմ կամ առնչված լալով համացանցին ասենք նպատակահարմար է ընտրել հարազատ նույթը եւ խորանալ այդ նույթին մեջ որ համացանցը եւ լեզուն էր ասենք նույթի ընդրությունը այդպես գդարվեցավ այստեղ ուսումնասիրության առարգան հայերենն էր համացանցի մեջ ասենք համացանցային միջավայրին մեջ իսկ այդ սահմաններն այդ համացանցին մեջ գարանցնանան անոր դրսևորման դարբեր առանձնահատուկ ձևերը որոնք ալ հետազոտության առարգադարձան իսկ խոսիմ գակմը նպատակներում մասին, թե հետազոտությունը ինչ նպատակներ կհետավընթեր, այդտեղ նպատակներն էր ուսումնասիրել, անդրադառնալ լեզվի գենսունակությունը, ասենք, ապահովող, ինչպես նաև զարգացման նպաստող գործոններուն, այդտեղ բացահայտել եւ հիմնավորել լեզվի պահպանման եւ զարգացման արդյունավետությունը համացանցային միջոցներով գերարմամբ։ Բոլորս ալ կխոսենք ազգային լեզվով, բայց ընկերային ցանցերով օգտագործելու ատեն մեր բարաբաշարը արդեն գլեցվի օդար բարերով, որոնք ժամանակի ընթացքին կդառնան մեր խոսքին, ասենք անբաժանելի մեկ մասը չէ, բոլորս ալ այդ մեկը կստանք։ Համացանցի լեզվով, ասենք գխոսին գրեթե բոլորը մարդիկ կգրջադեն բարեր կամ այդ բարերուն ավելի մատչելի դարբերակը կհորինեն իրարու հետ շփումը ավելի թյուրացնելու ասենք համար եւ եթե այստեղ ասենք ուզեմ անդրադառնալ ինչ որ ես ներկայացուցած եմ աշխատանքիս մեջ օդար բարերու բարակային մարդիկ երբ որ գլսեն թերևս ծանոթ չէ իրենց համար եւ պետք է արդար լալ եւ ուրեմն այդ արդար լալու համար ասենք որ լադինադարը բնորոշ է ոչ միայն հայերուն լադինադար գրեն ոչ լադինական այբուբեն օգտագործող ասենք այլ ասկեր եւս սլավոնական ժողովուրդները արաբական աշխարհը հույները, վրացիները եւ այլ ասենք ասկեր իսկ դարածվածության օգտագործելու այդ դարածվածության աստիճանը անշուշտ դարբեր է մեկեն մյուսը սակայն այս ասենք երևույթը խնդիր է ամբողջ աշխարհի տարածքին մենք այո գծավինք մեր լեզվին համար բայց քիչ մնալ ասենք մխիթարվինք որ միայն հայերենի բարական չէ որ այդպես է օրինակ հույները նույնիսկ ասպես եզրեր ունին Greeklish այսինքն Greek արաբել English Բուլգարները ունին նաև իրենց լեզուն եւ անգլերենի դարբերակի ասպես խարն վիճակը, որ անգլերեն դարերով գրված իրենց լեզուն։ Այո, Գա նաև արաբիշը, որ արաբիկ, արաբել ինգլիշ, այսինքն արաբերենը անգլերեն դարերով լադինադար գրելով այդ դարբերակն է։ Ուզեի այդ մեկը մատնանշել, որ հստակ լա բոլորին համար։ Աշխատանքին կառուցվածքը բաղկացած է, ինչպես բոլոր աշխատությունները, ներածություն, երկու գլուխ է, յուրաքանչյուր գլուխ երկու ենթագլուխ, եզրակացություն, աղբյուրներ եւ այլն եւ այլն։
Առաջին գլուխը համացանցի լեզվի հաղորդակցման առանձնահատկություններն են, որ առաջին գլուխի առաջին ենթագլուխը ասեմ համացանցի լեզու հասկացությունը եւ փորձառույթները, իսկ երկրորդ ենթագլուխը համացանցի աստեցությունը լեզվի վրա, իսկ երկրորդ գլուխը էլեկտրոնային գրագիտություն եւ մարդահրավերներ։ Այստեղ արդեն ներկայացնելով ամեն ինչ, անցանք մարդահրավերներուն, առաջին ենթագլուխի մեջ հայերեն ընկերային ցանցերում մեջ լեզվական քաղաքականություն, այնտեղ հատուկ քաղաքականություն կա համացանցի մեջ, ինչպես բոլորիս ծանոթ է, իսկ երկրորդ ենթագլուխը համացանցի լեզվի փարաբաշարի առանձնահատկությունները, որոնց մասին քիչ առաջ, ասես գաթիլմը ներկայացուցին անդրադառնալով եզրակացություններուն բոլորը կարելի չէ այստեղ, ասես ամփոփ քանի մգետ միայն ներկայացնեմ, որ համացանցի լեզվի մեջ կան եւ դրական եւ բացասական կողմեր, ամբողջ աշխատանքս այն էր, որ այդ բացասական կողմերը ինչպես կարելի է դրականի փոխել, այսինքն ինչ որ մարդահրավերներ կան, ինչպես այդ մարդահրավերները վերածել հնարավորություններով։ Աշխատանքը այս ուղղությամբ էր։ Դրական ասենք կողմերն են, որ մարդիկ կզարգացնեն իրենց արհեստագիտական ասենք հմտությունները, շատերու համար անգլերեն լեզվի իմացությունը կզարգանա, համացանցային միջոցները այսօր անկնահատելի ու անսպար աղբյուրներ են դեղեկատվական միջավայրի ստեղծման, գրթության, ինքնագրթության կազմակերպման եւ ասենք անձնական հետաքրքրություններն ու պահանջները բավարարելու համար չէ, բոլորս ալ ամեն վարքյան գոկտվինք համացանցեն, Google-ին հարցումներ կհարցնենք եւ այդ հարցումներուն պատասխանները կունենանք եւ որոշ չափով մեր պահանջները կլրացնենք այստեղ կա իբրև եզրակացություն, որ էլեկտրոնային քրագիտությունը գնմանի քրագանության կբահանջի ստեղծագործություն, կբահանջի հոգադարություն եւ գիտակցություն, այսինքն այդպես բադահական չէ, որ այդ բոլորը կկատարվին։ Անիկա մեզի գուտա հնարավորություններ, բայց նաև մարդահրավերներ, ինչպես նշեցինք, որ կարելի է վերածել հնարավորություններու եւ որոնց պետք է դուրս գանք ապահովելով մեր մարդկային էություն, այսինքն մենք չընթարգվենք, այդ բոլորը օգտագործենք եւ այդ բոլորը լա հոգուտ մեզի չէ եւ ոչ թե մենք ենթարկվենք այդ բոլորին այստեղ կա ինչպես նշեցինք արհեստագիտությունը որ արհեստագիտության շնորհիվ ստեղծված է թվային գրադարաններ, փարարաններ, ցերակիրներ եւ դարբեր հավաքածուներ եւ մեկ ասպես հղումով ընթերցողը կամ հետազոտողը գարաշնորհ դեպի այդ թվային նույթերը շատ ասենք լավ հնարավորություն մնե եւ մենք կօգտվենք տեղեկություններ կքաղենք եւ այս մեկը հայ ժողովրդի մշակութային գրավոր ժառանգությունը հասանելի կդարձնե արցանց անվճար բաց ձևաչափով չէ Ինչով կրնա ձեր ադենախոսության նյութը նպաստել հայերենին, մասամբ արդեն պատասխանեցիք նախորդ հարցումի ժամանակ Սփյուռքին, բայց նամանավանդ արևմտահայերենի ծաղկումին եւ զարգացումին։ Եթե նկատեցիք, այստեղ էս պահպանում չեմ ասել, այլ հույսով որ այո ծաղկում եւ զարգացում։ Հնարավորություններ կան, ինչպես ասիք, անգամ բացասականը դրականի, այսինքն հնարավորության վերածելու միտում մգավ։ այո Հրամեցեք։ Այո, ես էլ համաձայն եմ բաբանելու, ոչ բաբանելու, այլ զարգացնելու այդ գաղափարիդ կամ գարձիկիդ համաձայն եմ 100%։ Իսկ ասենք ավարտաճարը իր բովանդակությամբ այստեղ գնա նոր լույս սփռել համացանցի լեզվի հաղորդակցության վրա եւ հնարավորություն դա նորովի, ասենք, ընկալելու համացանցի մեջ գործածվող հայերենը ուշադրություն հրավիրելով բանավոր խոսքին, ասենք, բնորոշ առանձնահատկություններուն, որ ասովալ պայմանավորված էր արդեն ադենախոսության կամ ավարտաճարի նույթին արդիականությունը։ Շատ բարի։ Անցնենք երևի
մեր մյուս նյութին, որ արևմտահայերեն Վիկիպեդիան է, ինչպես ասինք, դուք թե հիմնադիրն եք խմբակիրներու խմբագին եւ հարթագի դնորենն եք։ Ա, Ձեր ատոնախոսության նյութն ալ անշուշտ Գաբոնի ուղիղ Գաբոնի անոր հետ։ Եկեք բայց տարմացնենք մեր գիտելիքները արևմտահայերեն Վիկիպեդիայի մասին։ Այսքան ժամանակ եթե չեմ սխալիր, 2019-ին, չէ, անկախացավ Այո, արևելահայերենը։ առանցին հարթակը առանձնացավ, Մինչ այո։ այդ կգործեր որպես ենթահարթակ, ասենք, արևելահայերենիքից։ Այսքան ժամանակ ինչ մարդար հրավերներու եւ հնարավորություններու դիմաց կգտնվի եւ ինչ իրագործեցիք։ Լավ, այսպես ասեմ դեղին է, որովհետև առանձնանալը եւ այդ բոլորը նշվեցավ։ Սկիզբն ալ հիշեցիր մեր խմբակի մասին։ Այս տարի այդ առանձին խմբակ կազմավորվելու հնգամյակն է։ Հա, մեզի համար շատ նշանակալի ասենք դարիման է, այդ 2020 թվականի սեպտեմբերի սկիզբն էր, որ միջազգային գազագերբությունը հովանավորեց խմբակը իբրև միջազգային խմբակ, user group, այսպես ասեմ, իսկ բոլորս ալ գիտենք, որ սկիզբից այսօր արևմտահայերեն Վիկիպեդիան գվայել է Քալուս Գյուլբենգյան հիմնարկության օժանդակությունը, եւ որովհետեւ ասենք ինչպես ասենք միջազգային գազագերբության հովանավորությունը գվայելենք եւ գազագերբությունը հնարավորություններ կստեղծե խմբագին այդ ասենք հնարավորությունները այսպես բադահական չէ որ կդրամատրվին վստահություն ներշնչելով է որ կդրամատրվին եւ այդ վստահության հիման վրա հաջող հարավերներ արդեն կստանանք 2 տարի եւ քիչ ավելի է նոր անցյալ շաբթվան մեջ, ասպես հավաքը գազագերբված էր ասենք միջազգային գազագերբության եւ գետրոնական Եվրոպայի, արևելյան Եվրոպայի երկիրներու կողմեն, հաբի կողմեն եւ այդտեղ մասնակցած էին 40 ասենք ներկայացուցիչ գային գետրոնական Եվրոպայի կողմէ, արևելյան Եվրոպայի կողմէ եւ 40 ոչ ասենք at դարածքեն ընդհանուր 4 հայեր մասնակցած էին, որոնց 3-ը արևմտահայեր էին եւ ամենամեծ խումբերն էին հայերը, լեհերը եւ չեխերը։ Շատ ասենք հբարդալի էր, հբարդություն է մեզի համար եւ ինչ լավ է որ այս հավաքը հապաժողովը ասենք որ խորակիրը այսպես էր Wikimedia երիտասարդական համաժողով երիտասարդներու համար էր 18-26 տարեկան ասենք երիտասարդներու համար դեղի ունեցավ Չեխիո մեջ Չեխիո մայրաքաղաք Պրագի մեջ 15-ին 17 մայիս այդտեղ ներկայացան մեր ասենք արևմտահայ հայերենի խմբակի կողմեն 3 երիտասարդներ երկու ասենք արում մեկ երգիները չեմ գիտեր կարևոր չէ նշենք տարբեր երգիրներ էին եւ իրենց գիտելիքներով վերադարձան այդ համաժողովները շատ կօգնեն հաղթահարելու ասենք որոշ մարդահրավերներ ինչ որ միջազգային հանրության հետ կապված է իսկ հայերենի հետ կապված մենք մեր մեջ կփորձենք լուծել այդ մեկը նշեմ նաև որ շուտով այսպես հարցաթերթիկը պիտի դարածվի արևմտահայերեն Վիկիպեդիային կողմեն այսինքն լավ արիթ էր որ նաև այդ մեկը բարձրացնեմ եւ այդտեղ ասենք շատ կարճ հարցաթերթիկ է որ մարդիկ իրենց մտահոգությունները իրենց առաջարկները ներկայացնեն որովհետեւ ստայնը մենք նոր ռազմավարություն մշակենք զարգացման ընթացքին հետ կապված Այսպես ասեմ, այս աշխատանքները կդարվին արևմտահայերեն Վիկիպեդիայի հետ կապված, սակայն այս ճշմարտությունը միշտ ալգա, որ կողացուցիչ պիտի լա, երբ աջի քրավչությունը եւ գիտակցությունը հարթագին ասենք էականության անհրաժեշտության մասին
Ոստի ասենք դոգոսային արումով ինչքան մեծնա խավը, հետաքրքրվող ասենք խավը, այնքան ալ պիտի նպաստի հարտակին զարգացման։ Իսկ մնացյալը նաև մեր բոլորիս պապակն է որ դարբեր ձիրերու մասնակետներ միշտ այս մեկը հայտարարենք կբարձրացնենք որ դարբեր ձիրերու մասնակետներ եւ լեզվին դերապետող ասենք անցիկ բեզի միանան որբեսի միասնապար զարգացնենք եւ հարստացնենք հանրակի դարանը Այստեղ եթե թույլ տաք մի քանի երկվարգանով ես հաղորդավարի թերեմ դուրս ելեմ եւ գոչն եմ բոլորին իսկապես ի վերջո Վիկիպեդիան ազատ հանրակիրառան կգոչվի, այսինքն կրնա ովևէ մեկը, որ ինքնավստահ է անշուշտ իր արևմտահայերեն են եւ իր գիտելիքներ են եւ կփապակի կամավոր կերպով հայոց լեզվին ասենք ծառայել արևմտահայերենի, ինչպես վերը նշեցինք ծաղկումին եւ զարգացումին, կրնա կամ ինքը հոդվածները ստեղծել, կրնա կամ խմբակրել եթե կփապակի ուրիշը ստեղծված հոդվածներ բարելավել, զարգացնել արձանագրելը այդքան էլ դժվար չէ, ոչ այլ խմբակրելը, բարձ հաշիվ բանալ մնա ընկերային ցանցերու մեջ գրանցվելու պես բամա, այսինքն գործընթացը բոլորս գրնանք Վիկիպեդիան վերջի վերջո մանավանդ արևմտահայերենը կամ հայերենը ընդհանուր առմամբ մերն է մեր լեզուն կզարգացնենք այդ մեկը զարգացնելով եւ նաեւ նշեցիք այս նորարարության եւ այլն մասին եւ ամենա վերջին նորույթներն մեկ երևի արհեստական բանականությունն է այսօր արհեստական բանականության հայտնվելուն հետ ինչով փոխվեցավ Վիկիպեդիայի դերը եւ նշանակությունը ինչով կրնա նվաստել անիգա արհեստական բանականության մեջ արևմտահայերենի ներկայության հետ կապված մանավանդ զրուցարաններն են չէ ChatGPT-ն եւ այլն այո նախ շնորհակալություն հայտնեմ քիչ աջ ոչ ասենք ինչպես որ ասեր հարցազրույցը վարող ես կսեմ իբրև խմբակիր այդտեղ թուն արդահայտեցիր քու միտքդ, գաղափարներդ կամ առաջարկներդ։ Իսկ ինչ որ արհեստական բանականության հետ կապված բոլորս ալ գիտենք, որ ձեռագիրը գրված է մարդոց կողմեն։ Իսկ ինչ որ առնչված է արևմտահայերեն Վիկիպեդիայի հետ կապված, ես կգարձեմ այստեղ թերը ավելի եւ պատասխանատվությունը ավելի էսենք շեշտվեցավ արհեստական բանականության մոտքով համացանցը հարստացնելով ասենք արևմտահայերեն փոխանցագությամբ լայք մեկը արևմտահայերեն Վիկիպեդիայի փոխանցագությունը կամ ասենք այլ արևմտահայերեն փոխանցագություն ունեցող հարթակներ մեծապես պիտի նպաստեն չէ իրենց ներդրումով իրենց հարստացումով պիտի նպաստեն այս աշխատանքին ChatGPT-ն կամ որևէ ասենք անուններ կան հիմա չէ Մոնիկա կա չեմ գիտեմ դարբեր անուններ կան հիմա չեմ ուզեր գարելի է այսինքն դարբեր ծևերով այդ բոլորը ուրգե պիտի օգտվին համացանցի մեջ տեղադրված գիտելիքներն է որ պիտի օգտվին չէ այդպես իրենք պիտի չմտածեն մարդկային բանականություն չունին որ այդ մեկը նախապես մարզված կգործվին իրենք այո ինչպես որ հիշեցի մարդն է որ այս մեկը գրած է եւ մարդոց գոմե այս ծրագիրը մշակված եւ տեղադրված է այդտեղ ահա վասիկ ուրեմն ավելի լուրջ եւ հիմնական պատճառն է որ մենք ավելի բծախնդրորեն մոդենանք համացանցը հարստացնելու աշխատանքին եւ այստեղ միտքս եկավ դպրոցական դարիներուն քիրքին մեջ ասպես ժողովրդական ասացվածքը որ ինչ որ ցանես զանգը հնցես չէ այստեղ մենք ինչ որ ցանենք այդտեղ ինչ որ դեղատրենք եւ AI-ը կամ արհեստական բանականությունը մեր ցանածին ըստ մեր ցանածին պիտի հունցքը ասենք ներկայացնե փերքը դա գաբը այն է որ հիմնական այսինքն ինչպես որ միան արևմտահայերեն Վիկիպեդիան չէ ընդհանրապես բոլոր հարթակները որոնց բովանդակությունը արևմտահայերենով է այսինքն բովանդակության լեզուն ասենք արևմտահայերենն է բոլորս շատ բծախնդիր պետք է մոտենանք անոր համար կգործեմ բոլորիս համար
ինչպես որ վերը նշեցի, հարցաթերթիկներու թիվը պետք է բազմանա, որովհետեւ ըստ այդ հարցաթերթիկներու, ասենք, նոր ռազմավարությունը մշակվի բոլոր ծրագիրներուն համար եւ փոխանցությունը հասցնել այն մագարտակի, որ գադարյալի մոդիկ ալլա, այսինքն գադարյալ դժվար է որ ալլա, բայց փոն է որ Մոդենան, շատը չանանք մոտենան մոդենան։ գադարյալին։ Շնորհակալություն շատ ձեր ժամանակին համար, հաճելի հարցազրույցներ։ Հույսով եմ ապակային նորեն այսպիսի հնարավորություն կունենանք։ Այնքան ադեմ որ ցանկությունը գա կարելի է նման ասենք հանդիպումներ լանդերի ունենան։ Ես շատ շնորհակալ եմ բաներ Այցելում ավերին համար, շատ հաճելի հարցազրույցեր։ նմանապես։